Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի վաղվա այցին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետը խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Դոնալդ Թրամփն ասել է, որ հաջորդիվ Չինաստանին ևս կփորձի համոզել անելու նույնը, որպեսզի կրճատեն էներգակիրներից Ռուսաստանի ստացած եկամուտները եւ սահմանափակեն Ուկրաինայում արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները։ Հնդկաստանի վարչապետի հետ հիանալի հարաբերություններ ունենք, սակայն դժգոհ էինք, որ նա Ռուսաստանից նավթ է գնում, քանի որ դա թույլ է տալիս շարունակել այս ծիծաղելի պատերազմը, որի ընթացքում Ռուսաստանը 1.5 միլիոն զոհ է ունեցել։ Որպես գերտերություն Ռուսաստանը Սպիտակ տան ղեկավարի պետք է 1 շաբաթում հաղթեր այս պատերազմը, սակայն այն ձգվում է արդեն 4-րդ տարին, ինչն ամենևին էլ լավ չէ երկրի տնտեսության համար։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ ռուսական էներգակիրներից կհրաժարվի նաև Ճապոնիան, ինչի մասին ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Թե ինչ է Սկոտ Բեսենթին պատասխանել Կացունոբու Կատոն, ամերիկացի պաշտոնյան չի մանրամասնել։ Բեսենթը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մաքսատուրքեր սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթի գնման համար, ապա հավելել, որ եվրոպական երկրները նույնպես պետք է պատրաստ լինեն նման քայլերի։ Հենց Չինաստանի կողմից ռուսական նավթի գնումն է սնում Ռուսաստանի էներգակիրների 60%-ը, նրանք գնում են Իրանի էներգակիրների 90%-ը։ Հիմա ով է սնում ռուսական ռազմական մեքենան։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է ներկայացնել Ուկրաինայի տրամադրած լուսանկարները, որոնք ապացուցում են, որ չինական մասերն օգտագործվել են Ուկրաինայում կիրառված ռուսական անօդաչուներում։ Ու մինչ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրան, որ երկրները հրաժարվեն ռուսական էներգակիրներից, Եվրոպան իր հերթին շարունակում է մեծացնել Ուկրաինային աջակցությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դաշնակիցները Կիևին 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն կտրամադրեն։ Նոր փաթեթը ըստ Բորիս Պիստորիուսի կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում պատրիոտներ, ճշգրիտ կառավարվող հրթիռներ ու զինամթերք եւ կլուծի Ուկրաինայի մի շարք հրատապ կարիքներ։ Հակաօդային պաշտպանությունը մեր աջակցության հիմքում է եւ այդպես է եղել պատերազմի սկզբից սկսած, հետեւաբար կշարունակենք ներդրումներ անել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության եւ անօդաչուների դեմ պայքարի ոլորտում։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ ասել է, որ Ուկրաինային շարունակական աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Փիթ Հեքսեթը շեշտել է, այս պատերազմը չի սկսվել Թրամփի օրոք, սակայն այն պետք է դադարեցվի նրա օրոք։ Ու եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Վաշինգտոնն ու դաշնակիցներն ամեն ինչ կանեն, որպեսզի Ռուսաստանը պատասխան տա իր գործողությունների համար, զգուշացրել է նա։ Եթե այս պատերազմը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում չգտնվի խաղաղության տանող ուղի, ապա ԱՄՆ-ն դաշնակիցների հետ միասին կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ռուսաստանը վճարի իր շարունակական ագրեսիայի համար։ Միացյալ Թագավորությունը երեկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են նաև ռուսական նավթային խոշոր ընկերություններ Ռոսնեֆտն ու Լուկոյլը, ստվերային նավատորմի հետ կապված 51 նավ, մի քանի բանկ եւ անհատներ։ Այս ընթացքում իրադրությունը ռազմաճակատում մնում է լարված։ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական զինուժը գիշերը կրկին հարվածել է մի քանի շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքներին, կիրառում է կասետային զինամթերքով անօդաչուներ եւ կրկնվող հարվածներ հասցնում տեղում աշխատող հրշեջներին եւ էլեկտրիկներին։ Ուկրաինայի նախագահը կրկին կոչ է արել մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Ուկրաինական զինուժը նույնպես հարվածել է ռուսական մի քանի շրջանների Սարատովի օդանավակայանում, գիշերը չվերթները դադարեցվել են։ Ականատեսները հայտնել են, որ մոտակայքում պայթյունների ձայներ են լսվել։